այդ միջադեպը համացանցում շատ բուռն է քննարկվել եւ բազմաթիվ զրպարտություններ է տեղի ունեցել իմ նկատմամբ եւ ամբողջ իրականությունը մանիպուլացրել են դրանից պատճառով ես այսօր հրավիրել եմ այս ասուլիսը պատասխանեմ ձեր հարցերին եւ այդ ամենը բարձաբանեմ եւ հստակ փաստերով հիմնավորեմ որ այդ ամենը սուտ այլ է առաջի սուտը ուզում եմ անդրադառնալ նրան թե իբրև ինչպես որ համացանցով շատ բուռն տարածվեց որ իբրև թե մանկապարտեզի տեսանյութում ես թաղապետին վիրավորել եմ հիմա ձեր թույլտվությամբ ես հիմա կմիացնեմ այդ մանկապարտեզի հրապարակած տեսանյութը եւ բոլորս մենք իրար հետ կդիտենք հստակ փաստերով, այլ ոչ թե խոսքերով եւ կտեսնենք որտեղ եմ ես, որևիցե մեկի հասցեին այդ թվում թաղապետին վիրավորել։ Այս խոսափողերը, Նայ, յետոյի մանկապարտեզը, սարքած մանկապարտեզի ճաչեն է էսի։ Ժողովուրդը տեսնում է, ժողովուրդը իրանց հուսամ լսում է։ Կասի, անկեղծ, ես ամենի խոս չեմ տեսնում։ Հիմի նաև իմ հարցը Մասիվի թաղապետին է։ Այսինքն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությանը, էլի օրինակի համար։ Թաղապետը դուք եք։ Հասկանում եմ, որ ձեր կաբինետից ներքև ձեր քթի տակի այգիները նույնիսկ չեք մտնում նայում ինչա, բայց մանկապարտեզը այստեղ հասկանում եք, մեր երեխաներն են խաղում, հասկանում եք այստեղ։ Ես քարը կբռնի գնի հասկանում եք։ Բարոյականություն եք, հետ եմ գալու նորից ստուգելու եմ։ Չեմ թողի, որ sense այս վիճակում թողեք այս մանկապարտեզը։ Դուք եկա փոքրել անի, հա։ Զոդում պիտի անեն սվարքան։ Չէ, այս նորմալ է ժողովուրդ։ Այս իշխանությունը, պաշտոնյաները աշխատանքային շրջաններ չեն անում։ Իրանց աշխատանքային դուրս չեն գալիս այդ մարդը։ Ախում են եկել նկարվելու համար են դուրս գալի։ Որ sense կան, բունխնդիրները տենան, փորձեն լուծումներ տան, որպես այսպես ախմեն ու չեն գալ։ Ուրեմն մի օր որոշել եմ թող քաղաքապետերի հանգստան սենյակները շրջայց կատարել։ Տեսնեմ ինչ խմիչներ եք դուք խմում։ Պատահական կլինի։ Անակնկալ ձեր համար։ Ձենը լսում է։ Ամենաշատը 2 տարվա ընթացքում, 2 տարի հետո այս մանկապարտեզը նորից վերանորոգ։ Միանշանակ, նորից։ Ամենաշատը։ 2 տարի չի ծառայ, արդեն ամենաշատը։ Լավ է խաղվել է։ Կանալիզացիան եկել է, լսվել է ստեղ ամբողջությամբ։ Հասկանում եք այդ հակասային տարիքան վիճակը ինչա տեղ ունենալու։ Հավաքես մի ձևի լիներ, տանել լսել արգիշտի մեկ հասցի դրանց կաբինետները։ Հիմա տեսեք ստեղ, էլի։ Ակունքի մաստության ԿՊ-ն։ Որտեղ լուկը ասֆալտել է, ժողովուրդ։ Պիտի փոխարենը բարձրացնեն, վերակառուցեն, այս ասֆալտի մակերեսին այն, բայց բռնել ասֆալտը փռել են դիտավորել, չի կատուկել, սենց բաբոս ժողովրդական լեզվով ասած բերել են լուկը ասֆալտապատել են, հետո կանալիզացիան տվել է, ստիպած տեսել են, չէ՞։ Ու այս ասֆալտը լրիվ է, որ ուզենամ ձեռս գցեմ քանդեմ, հաստատ կարողանալու եմ։ Ու նորից եմ կրկնում, այս ձևի փողերը մսխել հոդս ցնդեցնել, ինչա թե ձեր ԿՊ-ականն է տղեկ։ Ամոթ այլ շնորհք ունեցեք։ Գոնե փող ուտում եք, այնպես տեղ կերեք, որ երեխեքի վրա չուտեք այդ փողն, էլի։ Մանկապարտեզի վրա մի կերեք այդ փողն, էլի։ Ինչ պետք է անեն։ Ինչ պետք է անեն։ Դատեն քննականներին, բոլորին պատասխանատվության ենթարկեն ու բերեն նորմալ կառույց։ Ես հարցը ուզում եմ նաև տալ այդ ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ Լևոն Հովհաննիսյան, ձեր երեխային կբերեիք այս մանկապարտեզը։ Կարող եք ակունքի իմաստության դարձնել։ Ես չգիտեմ, բայց հստակ ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, նոր ես միացրել եմ պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութը, որը ըստ իրանց առիթ է դառել, որ զանգահարեն եւ սպառնան։ Բոլորը լսեցիք, որ հստակ իմ կողմից որևիցե մեկի հասցեին, այդ թվում թաղապետի, ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցե խոսք չի եղել։ Բացի այդ, համացանցում վերջի ժամանակահատվածում դեպքի վերաբերյալ շարքվել է այն, որ մենք
ներկայացել են դա մանկապարտեզի աշխատանքները որպես ավարտված եւ այդ ինչ որ երեխեքներ են հաճախում մանկապարտեզ, հարգելի ժողովուրդ ջան, լրատվական միջոցներ ջան, ես որդեգրել եմ մի սկզբունք, որն այն է, որ ես երբևիցե սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը